Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, ձեզ հետ կրկին ես եմ, Աստղիկ Աբրահամյանը։ Հայվայբը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմամշակութային կոթողները։ Մենք Արագածոտնի մարզի ամենաբանուկ ճանապարհին ենք, որի մի հատվածում կանգնած է դարերի պատմություն ունեցող քարավանատունը։ Քարավանատները կառուցվում էին առևտրային հզոր ճանապարհներին, խոշոր մայրուղիների վրա, մեծ քաղաքներին ու եկեղեցիներին կից։ Բագրատունյաց մայրաքաղաք Անին եւ Դվինն իրար կապող Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ահա այս հատվածում է կանգնած Արուճի քարավանատունը։ Շարժվենք առաջ, մոտենում ենք քարավանատանը, ձնառատ ճանապարհ է, ինչը դժվարեցնում է մեր ճանապարհը եւ շարունակելով պատմությունն ասեմ, որ Բագրատունյաց Հայաստանը առևտրային միջազգային ճանապարհի մասերից մեկն էր։ Օգտվելով աշխարհում տիրող արտաքին քաղաքական իրավիճակներից, հայոց թագավոր Սմբատ առաջինը առևտրային պայմանագիր է կնքում բյուզանդացիների հետ, որով պարտավորվում էր ապահովել Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի անվտանգությունը։ Ահա այս դեպքերին հաջորդում են քարավանատների կառուցումները։ Ինչպես նշել էի, քարավանատները կառուցվում էին առևտրային նշանավոր ճանապարհներին եւ Հայաստանում առևտրային ամենանշանավոր ճանապարհը հենց այս ճանապարհն էր։ Այս ճանապարհահատվածում կառուցված է Արուճի քարավանատունը եւ Թալինի քարավանատունը, իդեպ Թալինի քարավանատունը չափերով ավելի մեծ է, քան Արուճինը։ Քարավանատները նախատեսված էին առևտրականների գիշերակացի համար եւ առևտրականները այստեղ գիշերակաց անցկացնելով ապահովված էին լինելու ավազակային հարձակումներից։ Դրա համար քարավանատները իրենց կառուցվածքով հիշեցնում են փոքրիկ ամրոցներ։ Մոտեցանք քարավանատան մուտքին, մուտքը տեսնում ենք բավականին լայն է, այստեղով սայլերը հեշտությամբ կանցնեին։ Քարավանատունը 3 դահլիճանի է, գլխավոր դահլիճը նախատեսված է եղել կենդանիների հանգստի համար, իսկ աջ եւ ձախ կողմերը մարդկանց հանգստի եւ գիշերակացի համար։ Ահա այսպիսին էր Արուճի քարավանատունը եւ իր պատմությունը։ Շարժվենք առաջ եւ ձեզ ներկայացնեմ Սուրբ Գրիգոր եկեղեցին եւ իր պատմությունը։ Այսպիսի հրաշալի եղանակային պայմաններում շարունակում ենք մեր բացահայտումների շարքը։ Այժմ Արուճի գլխավոր հոգևոր հուշարձանի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում ենք։ Արուճը Մամիկոնյանների օրոք եղել է Հայաստանի վարչական կենտրոնը, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել հոգևոր մշակութային կյանքի զարգացման վրա։ Եվ ահա իմ թիկունքում դրա վառ վկայությունն է։ Մեզ հասած շինարարական արձանագրությունից տեղեկանում ենք, որ եկեղեցին սկսել է կառուցել իշխան Գրիգոր Մամիկոնյանը 662 թվականին, իր իշխանությանն անցնելու հաջորդ տարում։ Շինարարությունն ավարտվել է 666 թվականին եւ նույն տարում էլ օծվել է կաթողիկոս Անաստաս Ակոռեցու կողմից։
Եկեղեցին հայ միջնադարյան ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Պատկանել է գմբեթավոր դահլիճ ունեցող եկեղեցիների տիպին եւ դրանց մեջ ամենամեծն է եղել Հայաստանում։ Եկեղեցին առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլ նաեւ ներքին հարդարանքով։ Եկեղեցու ներքին 4 պատերը զարդարված են եղել որմնանկարներով։ Գմբեթարդում վերին պատկերված է եղել Հիսուս Քրիստոսի 7 մետր բարձրություն ունեցող որմնանկարը, որի նկարազարդման ժամանակ օգտագործվել է ոսկի եւ որն էլ լույսի ազդեցության տակ թողել է ուղղակի շլացուցիչ տպավորություն։ Պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր պատմություն աշխատությունում նշել է, որ եկեղեցին մեծ ազդեցություն ու տպավորություն է թողել ժամանակակիցների, այդ թվում նաև Աղվանքի իշխան Ջվանշիրի վրա։ Ասում է, որ Գրիգոր Մամիկոնյանն ու Անաստաս Կաթողիկոսը ջերմ ընդունելության են արժանացնում Աղվանքի իշխանին Արուճ կենտրոնում, անշուշտ ցույց տալով նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Պատմիչը ներկայացնում է, որ եկեղեցին այնպիսի տպավորություն է թողել իշխանի վրա, որ վերադառնալով իր երկիր ձեռնամուխ է լինում գարդմանում կառուցված տաճարի որմնանկարազարդմանը։ Դե ինչ, այսպիսին էին Արուճի պատմամշակութային կոթողները։